Ինչքան սպա գալիս էր, առաջնային հարց տալիս են ուտելիքը նորմալ է։ Ցավալի փաստ մեր ծնողներին ներկայացնեմ, ով երեխաները հիմա բանակում են, մտնում են զորամաս ու միանգամից հիասթափություն է մոտները առաջ շանում։ Հարձակվում են նորակոճիկի վրա։ Ջոկի հրամանատարները մեր մոտ շատ հետաքրքիր ձևով են ընտրվում։ Վարչապետը երբ բերանը բացում է, այդքան ոստիկանություն մեզ պետք է։ Այնուամենայնիվ, ուրեմն ինչ որ բան այն չի։ Աղաղակում էինք 20 թվականից սկսած անտականդության գագաթնակետը։ Սպան չի փորձում զինվորի հետ հարաբերությունը, կոնֆլիկտը կարգավորի։ Ներքին կուխնյան ավելի պարակտված է։ Սպաների մասին մոռացված է։ Հեսա հունիսի 7-ին կհաղթենք ընտրություններում եւ օդում չի մնա։ Արդեն մեզնից կախված կլինի ավելի։ Հենց եկավ 20 տարին լրացավ, դու արդեն պետք ես։ Ֆինանսավորումը թերի, կատարողականը ավելի թերի, ասֆալտը, հիմա ասել որ այսօր քանդվում է ամեն քայլափոխ։ Այսինքն քո ծառայության տարիներին դա բավականին ռեգուլյար բան է, բնույթ է կրել։ Նու պարապությունից մարդու գլուխը ինչ պետք է մտնել։ Հատեղ չի մտնել, բիզնեսը կփախրի այդ։ Այո։ Իրանց հերթապահությունից հետո կատարում են ինժեներական աշխատանք։ Սիրելի բարեկամներ, բարև ձեզ։ Այսօր մեր վարչապետական ոդքասթը, որը մենք կոչում ենք Հակաքաստ, նվիրելու ենք բանակի թեմային։ Ինչու առաջացավ նման անհրաժեշտությունը։ Բանն այն է, որ երբ որ մենք դիմեցինք Facebook-յան մեր էջով հանրությանը, խնդրելով արձագանքել, թե ինչ հարցերի շուրջ կուզեին լսեին մեր դիրքորոշումները, մենք ունեցանք հետևյալ հարցադրումները։ Դրանցից երկուսը ուզում եմ ներկայացնել այստեղ։ Զորա Զուրաբյանը հարցրեց ինձ հետ կապ չունի դեպ որպես իմ հարազատը չի։ Ինչպես եք պատկերացնում բանակի եւ արդարադատության համակարգի ռեֆորմը։ Մեկ այլ հարցադրում հետարքիր մի երիտասարդի կողմից Թելման Պետրոսյան։ Ինչ պետք է փոխվի մեր բանակում, որ զինվորն իր գործը վստահությամբ անի եւ զգա, որ պետությունը իր կողքին է։ Ահա այս հարցադրումներին պատասխանելու համար մենք այսօր կազմակերպել ենք այս ոդքասթը, որին մասնակցում են շատ հետաքրքիր մասնակիցներ, ես հիմա կներկայացնեմ ձեզ։ Այստեղ է գտնվում գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, որը բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել մեր զինված ուժերում, նա եղել է զինված ուժերի գենշտաբի կազմում մարտական պատրաստության վարչության պետ, կորպուսի հրամանատար, իսկ վերջին շրջանում եղել է շտաբի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի վարչության պետ։ Ինձ թվում է շատ կարևոր պաշտոն, որի մասին մենք հետագայում կխոսենք, ինժեներական զորքերի դերակատարության մասին եւ այլն եւ այլն։ Եվ այն երիտասարդը, որը հենց տվել է այդ հարցը, Թելման Պետրոսյանը, որը ձեզ գաղտնիք բացեմ, նաեւ մեր Հայ ազգային կոնգրեսի վաղարշապատի կառույցի ղեկավարն է, կաթնամշակման տեխնոլոգիայի գիտակ, բայց նաեւ բանակում ծառայած եւ անգամ մարտական գործողություններին մասնակցած մի երիտասարդ, որը բավականին լավ պատկերացնում է բանակի վիճակը ներսից։ Մենք ինչի հրավիրեցինք այսպիսի մասնակիցներին։ Կարծում եմ բանակը դուք կհամաձայնվեք ինձ հետ, պարոն Մաթևոսյան, որ բանակը սկսվում է զինվորից եւ հետեւաբար մենք կտեսնենք զինվորի հայացքը, զորակոչիկի հայացքը, առաջինը դրա մասին խոսենք, իսկ հետո արդեն խոսենք բանակի ռեֆորմների մասին եւ շատ կարեւոր է այդ միկրո եւ մակրո մակարդակները, այսպես ասեմ, հանդիպացնել, որպեսզի մենք ամբողջական պատկեր ստանանք բանակի ռեֆորմի մասին։ Թելման, խնդրում եմ ներկայացնել նախ ինչու այս հարցադրումը տեղի ունեցավ եւ ցույց տալ ինչ խնդիրներ, ինչ վիճակ է, ասենք զինվորի աչքերով, երիտասարդի աչքերով, զորակոչիկի աչքերով, ով որ գնում է բանակ, ինչ վիճակ է բանակում եւ ինչ է կուզեիր, որ փոխվեր բանակում։ Նախ եւ առաջ ինչու է հարցը առաջացավ, շատ մոտ 6 ամիս առաջ հավաքների ներկա եղա, այդ հավաքների ժամանակ շատ զինծառայողներ ժամկետային
կոպիտ ասած sense խոսցնելով հասկացա, որ իրանք զգում էին անտարբերություն պետության կողմից զինծառայողի հանդեպ, որովհետև ինչքան սպա գալիս էր առաջնային հարց տալիս են ուտելիքը նորմալ է, չէ, որ մենակ ուտելիքով չէ, ինչ-որ մի բան բարեփոխել են ու դա ոնց որ դրոշակ էին սարքի ու առաջ էին շարժում զինծառայողների։ Կրուբնիկայի պահը, այսպես կոչված, հա։ Հետո կուզենայի անդրադառնալ ինչու է տարբերվում պատկերացումը նորակոչիկների, մտնում են զորամաս ու միանգամից հիասթափություն է մոտները առաջ շանում։ Խնդիրը սկզբից է սկսում։ Այդ առաջի մի ամիսը, երբ որ արդեն պատրաստվում են զորակոչվի, բոլոր բարեկամները, անուշ ախպերները, ովքեր տարբեր տեղերից զորացրվել են, իրանց փորձ ունեն, ասենց խորհուրդներ են տալիս, սենց կեթաս կանես, մեկ էլ այդ զինվորը այդ հասնում է զորամաս, լրիվ ուրիշ բան է տեղ ունենում, ինքը արդեն խճճվում է։ Երկրորդ խնդիրը հավաքականից հետո որ տեղափոխվում են Կարանտին, այսպես ասած կուրս մալադովա, բայց ես չգիտեմ հայերեն ոնց են ասում ավելի ճիշտ։ Երիտասարդ զինվորի ուսուցման, հա, դասընթաց, թե ինչ։ Միջև երթման արարողությունը, երթման արարողությունից հետո նորակոչիկները տեղափոխվում են տարբեր իրենց սկսված արդեն ստորաբաժանումները, այդ ժամանակ արդեն այնտեղի գելու գազանները, որ մարտական հերթապահություն են արել, մեկը մարտական գործողությունների մասնակցել եւ այլ փորձ ունեցող ծառայողները հարցակվում են նորակոչիկի վրա։ Փոխանակ խորհուրդներով, հոգեբանորեն չէ, որ նա նորը տնից գնացել տակ տեղից բամբակների մեջից անցել է, ոնց որ ասած այդ ձիգի ռեժիմին կոպիտ ասած էլի։ Դրա հակառակը իրանք փորձում են ոնց որ առավելություն վերցնել դրա վրա ու ենթարկեցնել։ Ինչից է գալի այդ խնդիրը։ Կա երկու խնդիր։ Մեկը սպաների կողմից առաջ դա կոչվում էր դեդավշինա, չգիտեմ հատանցես դու այդ տերմինի հետ։ Հա, լսել եմ։ Առաջինը գալիս է սպաների անտարբերությունից։ Ինչի համար, որ չեն հրահանգավորում զինծառայողներին, այսինքն ինձ զինծառայողներին, որ մենք ունենալ ենք նորակոչիկներ, խնդրում ենք սենց գվարվեք եւ այլն, ու իրանք էլ անդադ հետևեն այդ process-ին։ Երկրորդը ավելի կարևոր է, քան սպայականը իմ կարծիքով, դա կրծեր սպայականն է, այսինքն ջոկի հրամանատարները։ Իսկ ջոկի հրամանատարները մեր մոտ շատ հետաքրքիր ձևով են ընտրվում հավաքականից, թերի բարձրագույն, այսինքն բարձրագույնը կիսատ թողած նորակոչիկներին, որ բարձրագույնը կիսատ են թողում, անցել են ծառայության, տեսնում են ամենալավ ֆիզիկապես պատրաստվածներին, մի քանի հարցով ու կրթության գնահատականով, չդիտարկելով առաջնորդ լինելու ֆակտորը, այսինքն ինքը հոգեբանորեն առաջնորդ կարա լինի, թե չէ, որ ջոկի հրամանատարը իր ջոկի 7 հոգանոց, 8 հոգանոց ջոկի հրամանատարն է։ Տանում են ուսումնական զորամաս։ Այդ զինվորը 6 ամսվա ընթացքում մարտական բավականին մեծ պատրաստություն է ձեռք բերում։ Ես անձամբ այդ խնդրի առաջ կայնել եմ, անցել եմ 6 ամիս ուսումնական պարապմունքներ, ստացել եմ կրծեր սերժանտ կոչումը եւ տեղափոխվել եմ ինձ նշանակված զորամաս։ Անցնում է այդ փորձությունը ու տեղափոխվում է արդեն իա զորամաս ու ինքը ընդհանրապես գաղափար չունի մարտական հերթապահությունից, այդ զորամասի ներքին կուխնյայից, այնտեղ կան ոնց որ նոր ներկայացրի գելուգազան հին զինվորներ, որոնք կրծեր սերժանտ չեն, կրծեր սպա չեն, բայց փորձ ունեն ու հարցակվում են, որովհետև դե ջոկի հրամանատարը պիտի նաև ենթարկեցնի ինչ-որ չափով իր ջոկի զինծառայողներին, բայց հարցակվում են նրա վրա, թույլ չեն տալիս նրան որպես ջոկի հրամանտար լինել եւ վերջ, նա ընդհանրապես մնում է ուսադիր կրող սերժանտ։ Այդպեսի խնդրեմ է առաջանում մեր զորամասերում եւ իմ տեսանկյունից դրա միակ տարբերակներից, լուծման տարբերակներից մեկը սերժանտական ազնագազմին վերափոխելն է պայմանագրային զինծառայողներով, որպեսզի սերժանտը մնա նույն տեղում, բայց զինծառայողները անդադ փոփոխվեն, այսինքն ամեն փոփոխության ամեն 2 տարի կամ տարի 6 ամիս հետո սերժանտը նոր փորձ է ձեռք բերում ու ինքը տարիքով ոնց որ ավելի հասուն է լինում։ Շատ լավ, կարելի ասել պարոն Մաթեոսյան, ասած ասեմ, զինվորի աչքերով ստեղծված իրավիճակը ներկայացվեց եւ եթե մենք պետք է պատասխանենք Թերման ջան քո հարցին, թե ոնց անենք, որ զինվորը պետությանը զգա իր կողքին, ես կարծում եմ ամենակարևորը հետեւյալն է։ Հիմա ավելի մանրամասն ձեր հետ խոսենք, բայց ամենակարևորը հետեւյալն է։ Եթե բանակը դառնա իր առաքելությանը եւ իր նպատակին նվիրված օրգանիզմ, իսկ դա բոլոր մակարդակներում պետք է ճիշտ կառուցվի։ Այդ դեպքում արդեն ավտոմատ կերպով զինվորը կզգա, որ պետությունը կանգնած է իր կողքին։
Բայց ավելի մանրամասն այս ամեն ինչի մասին խոսելու համար ես հիմա ուզում եմ պարոն Մաթեոսյան ձեզ դիմել եւ միգուցե խոսակցությունը սկսենք մի խնդրի ուրեմն շուրջ, որը ես ձեզանից ավելի sense մանրամասն իմացա, դա անհամաչափության խնդիրն է։ Այսինքն եթե մենք պետք է անենք կառուցվածքային փոփոխություններ, մենք ուզում ենք հասկանանք, արդյոք բանակում հիմա ամեն ինչ ճիշտ է կառուցված, թե կարելի է այնուամենայնիվ այն դարձնել ավելի արդյունավետ։ Խնդրեմ, եթե կարող եք անդրադառնալ այդ թեմային, հետո միգուցե նաև բարձրացված հարցերին։ Շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես մտածում եմ կարող է տարօրինակ թվա, որ ես այս խոսքը սկսում եմ այս մտքից, բայց ես ուզում եմ ներկայացնել մեր բոլոր process-ները, այդ թվում բանակում, բանակաշինության process-ը, հետևյալ գիտական, տրամաբանական, եթե ուզեք փիլիսոփայական շղթայում, այսինքն միտք, խոսք, գործ։ Բոլոր այդ գաղափարները պետք է ծնվեն մարդկանց կամ մարդու գլխում, որպես միտք ձևավորվեն, մտքից պետք է բխի խոսքը, խոսքը պետք է դառնա գործ։ Այս տրամաբանական շղթայում մենք ամենը պետք է անենք եւ որպես հերթական քայլ հիմա ներկայությամբ ասեմ, որ խոսքի մտքից վերածվում է խոսքի կամ բանավոր խոսքի կամ գրավոր խոսքի կոնկրետ մեր զինված ուժերի նկատմամբ այդ խոսքը արտահայտվում է ազգային անվտանգության հայեցակարգով եւ ռազմական դոկտրինով։ Եվ ես անձամբ նկատում եմ, որ դա շատ անբավարար է, շատ անբավարար բովանդակություն ունի եւ չի արտացոլում այսօրվա մեր իրական պայմանները, պահանջները եւ հեռանկարները։ Երկրորդը, ինչին կուզենամ անդրադառնամ, հետո Թելմանի ասածներին նույնպես կանդրադառնամ, դրանում է, որ մեր քաղաքական, ամենայդեպս իշխանական թևում պայքար բառը որպես բառ, պայքար որպես գաղափար, քո տարածքային ամբողջականության համար, ազգային արժանապատվության համար, մշակույթիդ, գիտությանդ եւ այլ ոլորտների համար այդ պայքարի գաղափարը կարծես թե չի հնչում։ Չի հետապնդվում այդ նպատակը։ Այդ նպատակի հետևից չեն գնում։ Չի հնչում ընդհանրապես, բնականաբար հասարակությունը այդ գաղափարի մասին մոռանում է կամ մնում է իր ներսում։ Այսինքն գաղափարական էլեմենտը պակասում է հիմա։ Այո։ Նաև բանակի առաքելության ճիշտ կառուցման համար։ Մյուսը ինչ կուզեի անդրադառնալ բանակի բարեփոխումների մասին խոսելիս, իհարկե սկզբից ես ոնց ասեցի մտավոր փորձեմ բացել, հետո գործնականը։ Գաղափարական հիմա մեր բոլոր պրոպագանդան, այսպես ասենք, կամ բոլոր ելույթները, խոսույթները բանակի մասին վերածվում են կարծես թե միայն սոցիալական ծրագրերի կատարմանը։ Հա, ճիշտ է։ Վարչապետը երբ բերանը բացում է, խոսում է, թե ով ինչքան աշխատավարձ է ստանում, ինչ է ուտում եւ այլն եւ այլն։ Նույնը բանակին է վերաբերում, ասենք, այս կարևոր հարցեր են անշուշտ, այո, բայց այս ծրագրի շրջանակում այսքան կստանա, այսքան գումար, այսքան պարգևավճար, հավելավճար եւ այլն, բայց իրականում դա չէ այսօրվա առաջնախնդիրը, առաջնախնդիրը նա է, որ պետք է ներդրվի կամ վերածնվի ծառայություն անուն հայրենիքի, ծառայություն հայրենիքի համար կամ մեր թևավոր խոսքը Վասն Հարենյանց գաղափարը պետք է տիրի եւ ոչ թե աշխատանք աշխատավարձի դիմաց, որը եւ կձևավորի այդ առաքելության զգացումը այո, որը կձևավորի դա այդ Թելմանը որ ասում է երբ կզգա զինվորը կամ սպան, որ պետությունն իր թիկունքում կանգնած է, սկսում է այդ մթնոլորտի ձևավորումից։ Եթե դու տեսնում ես, որ քո ողջ ժողովուրդը այդ գաղափարով այսպես հետևում է եւ կոնկրետ քայլեր են կատարվում։ Դա այն բազային, ելակետային հարթակն է, որից պետք է մենք սկսենք մեր շարժը։
Հիմա ինչ վերաբերում է բանակի բարեփոխումներին, այսօրվա դրությամբ մտքից խոսքի վերածված փաստաթուղթը դա բանակի կերպափոխման, այսինքն փաստաթուղթ ունենք, թե հայեցակարգ, Այդպես է կոչվում։ այո, հենց կոչվում է բանակի կերպափոխում։ Ես իհարկե կարդացել եմ, սկսեմ անվանումից։ Ինչ է նշանակում բանակ, ինչ է նշանակում զինված ուժեր եւ ինչ է նշանակում ռազմական բարեփոխումներ։ Բանակի կերպափոխում դա նշանակում է, որ այսպես հասարակ ասենք, զինվորական համազգեստ կրող մարդկանց շրջանում կատարել ինչ որ գործողություններ, որոնք այս կամ այն չափ կբարելավեն կամ կհամապատասխանեցնեն Այդ ինչ ժամանակակից բառ են ուզեցել թարգմանել, տրանսֆորմացիա, հա, երևի, բանակի տրանսֆորմացիա, Ռուսերեն դա Հա։ изменение облика, облик լավ։ արմիի։ Բայց իրականում դա անգամ ցույց է տալի, որ այդ անվանումը սխալ է եւ բնականաբար փաստաթղթի ներսում բովանդակությունն է թերի, որովհետեւ բանակի կերպափոխում ասեցի ինչ ձև է անցալվում։ Առաջին հերթին ինչն է դրա բացասականը, որ այնտեղ չի ձգվում կապը բանակի կամ զինված ուժերի եւ պետական կառավարման մարմինների հետ։ Ամենաճիշտը կլիներ այդ փաստաթուղթը անվանել ռազմական բարեփոխումների հայեցակարգ, պլան կամ չգիտեմ, որը կարտացոլել իրական նպատակները։ Այսինքն ռազմական այդ նշանակում է, որ այդ փաստաթղթի կատարման համար գործ ունեն բոլոր պետական կառավարման մարմինները, այլ ոչ միայն զինված ուժերի գլխավոր շտաբը եւ իր ենթակա ստորաբաժանումները։ Անկամ չեմ կարծում սա թերացում է, ես կարծում եմ սա միտումնավոր է դարված, որովհետև երբ որ կարդում ես բանակի կերպափոխման այդ փաստաթուղթը, առաջին հերթին սենց երկչոտ ոճով ռազմական տերմինաբանությունը միջից գրեթե բացակայում է, հանված է, եւ այնպիսի նախադասություններ են, որ կարող ես կարդալ, բայց չհասկանալ։ Այս կերպ ասեմ։ Իրականում ռազմական տերմինաբանությունը ցես գեղեցկացնելու եւ այլ բաների կարիք չունի։ Պետք է կոչել այնպես, ինչպես ընդունված է, որպեսզի լինի հասկանալի, որպեսզի չառաջանան տարընթերցումներ, երկակի հասկացություններ, որպեսզի չստացվի ես էս չէի ուզում ասել, այս էի ուզում ասել։ Սա իհարկե ավելի խոր արմատներ ունի, երբ որ դու սկսում ես փոխել խոսակցական կամ գաղափարական ապարատը։ Հա, բայց մի հատ բան ձեզ ասեմ, էլի, ասենք եթե մենք շատ ենք հիմա խորանում տենց խոսակցական, գաղափարական այդ փաստաթղթերի բանի մեջ, միգուցե ես լրիվ հասկացա ինչ դուք ասացիք, բայց միգուցե արժի մի քիչ ավելի շոշափելի հարցերից խոսենք, ասենք օրինակի համար բանակում ինչ կառուցվածքային փոփոխություններ է պետք անել, որպեսզի բանակը մեր ավելի պաշտպանունակ դառնա, ավելի էֆեկտիվ դառնա։ Բնականորեն ռազմական ռեֆորմը դա ուղղակի սենց օթից մտածած մի պահի ընթացքում ծնված գաղափարներ չեն։ Ես ուզում եմ ասեմ, որ ռազմական գործը դա ռազմական գիտություն է, ընդհանուր գիտության մաս։ Եվ դրան համապատասխան վերաբերմունք պետք է լինի եւ այդ գիտության դրույթներին պետք է հետևես։ Կոնկրետ ռազմական ռեֆորմը բաղկացած է բազմաթիվ տեսություններից եւ իր մեջ իրականում պարունակում է երկու գլխավոր մեծ բաժիններ։ Դա զուտ բանակաշինությունն է եւ երկրորդը զինված ուժերի ստեղծում կամ կառուցում, կատարելագործում այդ բաժինն է, որտեղ ամեն մեկը եւ պետական կառավարման մարմինները, պետությունը եւ զինված ուժերը իրենց անելիքներ ունեն։ Դրանց հիմքում ընկած են տեսությունների վերլուծությունը։ Եթե թվարկենք, ասենք ինչ ուղղությամբ պետք է գնա, պետք է թվարկենք կառավարման տեսությունը, պետք է համալրման տեսությունը, զորքերի դաստիարակության տեսությունը, զորքերի պատրաստության տեսությունը, ապահովման եւ այլ բազմաթիվ, չթվարկեմ բոլորը, եւ դրա մեջ դու պետք է դնես քո ազգային հայացքին, քո ազգային շահերին համապատասխան դրույթներ, սկզբից գաղափարապես, հետո դա պետք է նյութականացվի, վերածվի խոսքի, հաշվարկների, ըստ ժամկետների, փուլերի եւ այլն։ Ցավոք ես այդ փաստաթղթում այդ դրույթների sense հաջորդական շղթան չեմ տեսնում, ուղղակի անհասկանալի բովանդակությամբ նախադասություններ եւ բառապաշար եւ հարցը, որը դուք բարձրացնում եք,
համաչափության եւ այլ հարցը։ Իհարկե դա տեղավորվում է զինված ուժերի կառուցվածքային եւ հաստիկային այդ տեսության մեջ։ Նախ սկսենք նրանից, հա, մենք ոնց որ ունենք 45000-անոց բանակ, հա, ու օրինակի համար, որ համատում ես ոստիկանության թվականակի հետ, ինչ է ստացվում 40000-անոց անձնակազմ։ Հարց է ինձ մոտ առաջանում։ Մենք կարծես թե ժողովրդավարական երկիր ենք։ Այդքան ոստիկանություն մեզ պետք է։ Առավել եւս, որ ինչպես տեսնում ենք, ասենք բանա, այդ մեծ քանակը օրինակի համար երեկվա դեպքերը աչափնակում, երբ որ իրար վրա կրակել են ու մարդ սպանվել եւ վնասվածքներ կան բան եւ բանը, ցույց որ ոստիկանությունը ոնց որ այդքան էլ էֆեկտիվ չի։ Եվ հարցը ցակում այդ 40000 մարդը ինչ են անում։ Թույլ տվեք պատասխանել։ Այդ 40000 մարդը զբաղված են այսօրվա իշխանական ռեժիմի հանգիստը ապահովելու գործով։ Այսինքն հիմնականում դրա համար են, որ ընդվզումներ, չգիտեմ, տարբեր ցույցեր կառավարեն, բան եւ այլն, որ չթողեն, որ ինչ որ խնդիրներ ստեղծվեն իշխանությունների համար, դա էլ գալիս է նրանից, որ այնուամենայնիվ ուրեմն ինչ որ բան այն չի։ Այսինքն ինչ որ բան այն չի, իշխանությունը գնալով ապավինում է ոստիկանության վրա, ու մենք ունենք այդ ուռճացած ապարատը։ Օրինակ, ավելի ճիշտ չէր էլի այդ անձնակազմը, մենք ունենք, չէ, խնդրեմ, բանի ինչա՞ թեր համար լրվածության խնդիրը բավականին մեծ։ Հա, օրինակ ավելի ճիշտ չէր էլի բանա ոստիկանությունը կրճատել եւ ազատված ռեսուրսները ուղղել նրա վրա, որ լուծենք համալրենք մեր բանակը։ Սխալ մոտեցում է։ Չէ, դուք միանգամայն ճիշտ եք, ես եթե խոսենք համաչափությունների մասին, պետք է խոսենք նաեւ համաչափությունների համատություն բերենք զինված ուժերի եւ այլ ուժային կառույցների եւ զինված ուժերում ներսի եղած զորքերի, զորատեսակների համաչափության մասին։ Այո, դա էլ է շատ կարևոր։ Այո, հիմա ներսում, այսինքն համաչափություն։ Այո, օրինակ ես սենց պատկերավոր թվեր ասեմ, եթե դու ունես 100,000-անոց բանակ, կարող ես արդյոք քեզ թույլ տալ այդ բանակի կազմում ունենաս 70% հետևակ, 10% հրետանի, 10% հոպ եւ մանր-մունդր մնացած զորատեսակներ։ Այդ բանակը կռվող բանակ չի։ Հա, բայց վիճակը մեր հենց դա է։ Մենք հիմա փաստացի ունենք այն վիճակը, որ գերակայում են ցամաքային զորքերը, չնայած որպես առանձին զորատեսակ մենք չունենք։ Ու հետևակում ես, չէ՞, ծառայ։ Ձևավորված, բայց ասենք մարտական կամ օպերատիվ ապահովման կառույցները շատ թույլ են։ Օրինակի համար պանջված թվերից 10 անգամից մինչև 10 անգամ թույլ են։ Նու ին վերջից զբաղեցրած պաշտոնը եղել է ինժեներական զորքերի պետն եմ եղել եւ ասենք եթե վերցնում ես միջազգային փորձը, որպեսզի դու ապահովես քո հետևակի ցամաքային զորքերի գործողությունները եւ այդ հաջողության հաղթանակի մասնակից դառնաս, դու պետք է առնվազն 11-ից 12% իրենց կարողություններով։ Իսկ իմ ունեցած տեղեկություններով մի 10 անգամ ավելի փոքր է։ Այո, ամենայդեպս դա եղել է, ինչքան գիտեմ փոփոխություն չկա։ Կներեք, ես կուզեի մի հատ այս խնդրի վրա, քանի դեռ չեք գնացել առաջ, կենտրոնանալ։ Դա նաև ձեր մասնագիտությունն է, ինժեներական զորքերը։ Իսկապես սա իմ կարծիքով խայտառակություն է, որ մեր բանակը ունի այդքան, ասենց ասեմ, ցածր տոկոս ինժեներական զորքերի, որտեղ ինժեներական զորքերը իրականում ահավոր կարևոր են ցանկացած բանակի գործունեության համար։ Ընդհանրապես բանակի, ոնց որ ասենց ասեմ, ապահովության գլխավոր ուղղություններից մեկը այն է, որ ամենտեղ ինժեներները զբաղվեն ֆորտիֆիկացիաների, ամրությունների, պաշտպանական կառույցների ստեղծմամբ, ու դա պետք է լինի աշխատանք, որը չի դադարում, միշտ դա պետք է լինի։ Մենք այդ բանը չենք տեսնում։ Օրինակի համար վերջերս Պապիկյանը հրապարակեց նոր ֆորտիֆիկացիաների այդ բանը, այդ պատկերները։ Իդեպ մենք աղաղակում էինք 20 թվականից սկսած, որ պետք է այդ ֆորտիֆիկացիաները կառուցել, 2-3 տարի չէին անում, հետո կամաց-կամաց սկսեցին զբաղվել, բայց պարզվում է, որ դա արել են մրցույթով։ Պատվիրել են այլ բաների, ընկերությունների դրսում, մինչդեռ եթե մենք ունենայինք նորմալ, ասենք 10 կամ դուք ինչպես ասացիք 11-12%-անոց, հա, տենց ինժեներական զորքեր,
այդ գործը կարող են անել ինժեներական զորքերը։ Այո։ Դա շատ կարևոր բան է, որ ուղղակի մեր բանակի խոցելություններից մեկը։ Եկեք համեմատենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում ինչ որ մի հատ դիրք վերցնում են, ի՞նչ է կատարվում։ Մի քանի օրվա մեջ արդեն ինժեներական զորքերը գալիս են, ամեն ինչ կառուցում են, սարքում են, ու հետո այդ դառնում է բան, մի հատ անառիկ մի հատ բարձունք։ Հիմա բա մենք ինչ ենք այսպես թերարում։ Դե բան Զուրաբյան, գիտեք, ես հիմա օրինակը բերեցի ինժեներական զորքերի համար, մենք շատ ռազմական զինվորական մեր զորատեսակներ ունենք, որոնք համարյա նույն վիճակում են, եւ օրինակ կարող եք ասել, հա։ Օրինակ վերցնենք ռադիոէլեկտրոնային պայքարի, թեկուզ եւ ամենահարվածային եւ գլխավոր ուժերից մեկը ռետանու եւ ռտիրային զորքերի կարողությունները։ Հոպը, ավիացիան, հա։ Հոպը, ավիացիան եւ այլն։ Այսինքն դու ունես մի հատ կառուցվածք, որը ի սկզբանե չի ենթադրում քո հաջողակ գործողություն։ Հետևակի ուրճացվածություն կա, փաստորեն։ Որպեսզի հետևակ առաջ գնա, հակառակորդը պետք է խոցված լինի, ճնշված լինի, օդից պաշտպանված լինի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով պետքա դաշտը փակված լինի, որպեսզի դու կարողանաս քո խնդիրները կատարես։ Եթե այդ ամենը չկա, քո զորքը գնում է ուղղակի թվականակով մոդեռնիզացված կամ տեխնոլոգիապես մի քայլ բարձր բանակի դիմաց եւ հասկանալի է հետևանքները որոնք կլինեն։ Իդեպ մենք այդ ինչքան հասկանում եմ, մինչև հիմա շարունակում ենք հենվել հին սովետական դոկտրինների վրա, ռազմարվեստի եւ այլն, ու բայց դա խնդիր կա, չէ՞։ Այո։ Դե հիմա բանը չեմ ուզում ես սենց բոլոր այն ասում դասական դրույթները ներկայացնեմ, բայց ռազմարվեստի հիմնական բաղադրիչ մասերն են մարտավարություն, օպերատիվ արվեստը եւ ռազմական ռազմավարությունը։ Այո։ Մենք ունենք խնդիր բոլոր օղակներում։ Ինչու՞մ է այդ խնդիրը, որ խնդիրը նրանում է, որ այդ ղեկավար փաստաթղթերում տրված նորմատիվները եւ զորքերի կարողությունները չեն համապատասխանում իրար։ Օրինակ կարող եք բերել որևէ մի առանձին վերցած զոհամի Օրինակ վերցնենք, հիմա ասենք վերցնենք օրինակ Վաշտ գումարտակ օղակ։ Ահա։ Եթե Վաշտում տրված է պաշտպանությունը 5 կիլոմետր կամ 10 կիլոմետր 5-ից 10 կիլոմետր ելնելով տեղանքից եւ այլն, որպեսզի դու հուսալի պահպանես այդ ճակատը, դու պետք է ունենաս համապատասխան միջոցներ, համապատասխան մարդ եւ միջոց ասելով նկատի ունեմ նաեւ տրանսպորտային միջոց կա, սպառազինության միջոց, ոչ միայն տրանսպորտային, կրակային խոցման աստիճանը, հնարավորությունները պետք է բավարար լինեն։ Եթե դու չունես դա, ուրեմն նշանակում է քո գումարտակը 10 կիլոմետր ճակատով դու չես կարող նստացնես։ Կարող ես ձգել, բայց ունենալ խոցելի խոցելի է գերլարված վիճակում է, իրականում իր ռեսուրսը չի երիքում այդ դեպքերի ապահովմանը։ Կամ եթե սերկմես, բերես քո կարողությունները քո ճակատին այդ չափությունների պաշտպանելու համար, մնում են սահմանի մյուս հատվածները բաց։ Դրա համար ես պատահական չեմ շեշտում, որ դա ռազմական գիտություն է եւ ոչ թե սենց։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում, ոչ միայն համալրվածության խնդիրն է պետք լուծել ինչ որ կառուցվածքային փոփոխություններով, այլ նաև պետքա ռազմարվեստի մեր մոտեցումները վերամշակել։ Այո։ Ունենալ համապատասխան կառույց, ունենալ համապատասխան տեսլական։ Այո։ Այդ գումարտակին ինչ խնդիր կարող ես դնել։ Եթե դու ի սկզբանե դնում ես այդ ստորաբաժանումը խնդիր, որը ինքը չի կարողանալու կատարել, դու պետքա ղեկավարը հասկանա, որ դա անիրագործելի է։ Դրա վերջում արյան գետերեն Այո, արյան գետեր են հոսելու։ Դրա վերջը դա է լինելու։ Ու դու չես զգա այդ դեպքում, որ պետությունը քո կողքին է։ Միանշանակ։ Դու դա այդ համաչափությունների պահ, որ ասենք այսօր վերցնում ես բոլոր երկրների, թեկուզ ամենաթեժ կոնֆլիկտը, որ կա ռուս-ուկրաինական կամ թեկուզ այլ տեղերում, դու տենում ես, որ այդ զորքերի հագեցվածությունը շատ ավելի բարձր է, քան մեր այդ համաչափությունները։ Իդեպ մի հատ հարց տամ, էլի, այս ռուս-ուկրաինական պատերազմը ինքը իրականում պետք է նաև բավականին լուրջ ինֆորմացիա տա բոլոր մեր զինվորականներին, այսինքն մենք պետք է ունենանք բանակում կառույցներ, որոնք
ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ են անում, որովհետև ժամանակակից պատերազմը դու պետք է ուսումնասիրես, պետք է հասկանաս ինչ պետք է փոխես քո մոտ, այդ բանը ունենք մենք, այդ մոտեցումը։ Դու գիտեք, հիմա ընդհանուր աշխարհով տեխնոլոգիական sense ասենք բում ա գնում, այդ թվում եւ ռազմական գործում վերջին տարիներին անօթաչու sense ասենք բեսպիլոտային դրոնային համակարգերը շատ մեծ տարածում են ստացել, գերիշխում են եւ դառել են մարտի կամ օպերացիայի կամ թեկուզ եւ պատերազմների որոշիչ դերն են կատարում։ Հիմա իմ կարծիքով եկել այն ժամանակը, որ մենք պետք է մտածենք կամ մեր զինված ուժերի կազմում ստեղծել առանձին անօթաչու, քանի որ մենք ծով չունենք, ասենք թռչող։ Եթե ծով ունենայինք, պետք է հասկանայինք, որ բաժանեինք նաեւ այո, զորքերի ստեղծման մասին կամ ուժերի ստեղծման մասին կամ ինչքան հնարավոր է դրանք ավելի խորը իջեցնել, ընդդուք մինչև դասակ ջոկ մակարդակներ։ Իհարկե այդ անօթաչուները օրինակ կներեք Ուկրաինան ստեղծել է հատուկ դրոնային զորքերի մի հրամանատարություն, զորամիավորում, դա արժի անել։ Ստեղ գիտեք, ստեղ տարբեր մոտեցումներ կան, արժի մոտեցում համարում եք դա առանձնացնել որպես առանձին հրամանատարություն կամ զորատեսակ կամ չառանձնացնելով, բայց ցանցավորել, իջեցնել մինչև զորքերի ներքև։ Տարբեր մոտեցումներ կան, մտածել է պետք, հիմա ասել այս տարբերակն է ճիշտ կամ այն տարբերակն է ճիշտ, սենց ընթացս ճիշտ էլ չի լինի, որ մենք այդ գնահատականը տանք, բայց դա այսօր արդիական խնդիր է։ Արդիական խնդիր ես կհամարեի նաև օրինակ տեղեկատվական հակամարտության ստորաբաժանումներ ունենալու խնդիրը, ռուսերեն ասած ինֆորմացիոնного противоборства կամ противодействия, որոնք չպետք է սահմանափակվեն միայն զինված ուժերի շրջանակում, որովհետև ինֆորմացիոն կամ տեղեկատվական ոլորտը պետք է կառավարվի նաև պետության կողմից։ Դա իր ազդեցության մեխանիզմներ ունի։ Եվ որպեսզի մեխանիզմները լինեն ավելի հավաստի, ավելի մեծ հատկություն ունենան հակառակորդին մոլորեցնելու քո առաջիկա նպատակների մասին, դա պետք է արվի ոչ միայն զինված ուժերի կազմով, այլ ամբողջ պետության կազմով, տարբեր կառույցների միջոցով։ Հիմա եթե հարցը գնում է ասենք ուկրաինական կոնֆլիկտը եւ մեր 20 թվականի պատերազմը համեմատել, դրանք անհամեմատելի են։ Բոլոր ցուցիչներով, պարամետրներով անհամեմատելի են։ Համեմատելի զուգահեռները միայն կարող ես նկատել անօթաչուների massայական կիրառման եւ դրանց որոշիչ դերի մասին, կարող ես նկատել տեղեկատվական ոլորտի ահավոր մեծ աճը եւ ազդեցությունը, թե բանակի, թե երկրի, թե հակառակորդի տրամադրությունները քո ուզած ձևով ձևավորելու վրա, մնացած հարթակներում դրանք իհարկե անհամեմատելի են, բայց առանձին դրվագներ, ինչ խոսք, դուք ճիշտ եք, պետք է ուսումնասիրվեն եւ շատ արագ ներդրվեն մարտական պատրաստության ծրագրերում։ Այսինքն մենք մի բան եկեք արձանագրենք։ Այսպեսի խոսք կա, չէ՞, գեներալները միշտ պատրաստվում են անցած պատերազմներին։ Հիմա ոնց անենք, որ գեներալները պատրաստվեն գոնե ժամանակակից պատերազմին։ Դա թեւավոր խոսք է, ես կարծում եմ, որ դա Բայց չէ, ինչա թեւավ, սա գործեց, մենք տեսանք, որ կներեք բանը ով էր, պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարել էր, որ մեզ դրոններ պետք չեն։ Բայց Տոնոյանը գեներալ չէր։ Հա, բայց որոշումների ընդունման հնարավորություն գեներալների կարծիքը այդ ժամանակա։ Չէ, այ ասեք, շատ հետաքրքիր է։ Դրա համար եմ ասում, մետաֆորիզմ արդեն ինչ որ չափ հնացել է։ Հա։ Միգուցե մի մասն էլ կա այդ։ Այսինքն իրականում եղել են մասնագետներ, գեներալներ, որոնք կանխատեսել են, որ միգուցե այդ աֆորիզմի ասվածը ինչ որ չափ կա, բայց կարծում եմ, որ ամեն ինչ անցողիկ է եւ փոփոխական։ Հիմա Թելմանի ասածին արձանագրեմ, իհարկե մենք այսօր այ ասեցի տեսություններ բանակի բարեփոխում իմ
պատկերացմամբ զինված ուժերի բարեփոխում, ռեֆորմ, դա նաև պետք է նոր սպառազինման ձևերի առաջացումը պետք է առաջացնի նոր մարտավարություն։ Դու չես կարող այն 5 տարիների նկատմամբ, ասենք, sense բացազատվես ճակատով, ուռագռոլով եւ նռնակ նետելով գնաս մտնես հակառակորդի հրամատ։ Սա արդեն այդ պատերազմը չի։ Սա արդեն մոբիլ, փոքր խմբերով, արագաշարժ, հստակ կառավարվող, շատ բարձր մակարդակի հանդերձավորված եւ պաշտպանված զինվորի, սպայի պատերազմ է։ Տրամաբանական չէ, եթե կան այս խոցման միջոցները, ուրեմն պետք է փոփոխվի մարտավարությունը։ Մարտավարության փոփոխությունը բերում է Իդեպ մենք տեսնում ենք դա այդ ռուս-ուկրաինական պատերազմում արդեն գործողությունները գնում են փոքր խմբերով, չէ՞, այո, դա զինատեսակներն են թելադրում դա։ Այո։ Հակառակ դեպքում դու կարող ես հազարավոր միլիոնանավոր զոհեր անձնակազմի կորուստներ ունենաս, բայց այսօր ոչ մի պետություն, ասենք, իր զինվորների քանակի կամ կյանքի հաշվին չի ցանկանում կռվել, ու դա անտաղանդության գագաթնակետ է։ Թե քաղաքական, թե ռազմական տաղանդության գագաթնակետ։ Եկեք մի րոպե Թելմանին հարցրենք։ Դու զգում ես քեզ քո կյանքը կարևորում են հրամանատարները, թե չէ։ Գիտեք ոնց կարող եմ ասել, ես այնց վայրում եմ ծառայել, որ իմ ու սպայիս հարաբերությունները շատ լավ են եղել, բայց միևնույն ժամանակ գործողում եմ եղել այնպիսի վայրեր, որ ուղիղ համեմատական եմ արի մշտական զորամասի հետ, անհնարին բաներ օրինակ։ Այդ երևին բախն է բերել այստեղ ծառայելու, իմիջիալից ողջուներս նրանց, եթե տեսնեն մեր սպաներին։ Արևենք հրամանատարներին։ Բայց եղել են այնպեսի տեղեր, որ գործողում եմ ել, տեսել եմ զինվոր սպա հարաբերությունը ամբողջովին կտրված։ Չկա այդպես հարաբերություն։ Հիմա ավելի վատ վիճակում է, որովհետև սպան չի փորձում զինվորի հետ հարաբերությունը, կոնֆլիկտը կարգավորի, միանգամից խնդիրը դրված է ռազմական ոստիկանության առաջ։ Այսինքն ինչ որ մի կոնֆլիկտ է լավ ստորաբաժանման մեջ, սպան չի ուզում գլխացավանքի մեջ մտնի, իրան չի հետաքրքրում այդ գլխացավանքի աշխատավարձը ստանա։ Ռազմական ոստիկանություն հարցը լուծի խեն զինվորները կռիվարը։ Բոլորը անպագորգոր այդ հարցով այտենց գոռում են, որ սպանությունը հակառակորդի կողմից կրակոց չի եղել։ Բայց ներքին կուխնյան ավելի պարակտված է հիմա կռիվներ, սպանություններ, ես վերջերս եւս այդպես դեպքեր տեղի ունեցել, ճիշտ ասած չեմ ֆիքսը ուղը, բայց եղել էր։ Ու այդ ինչի արդյունքից է գալի, որ սպա զինվոր հարաբերությունը կդրված է մենակ աշխատավարձ, ատեստատավորում աշխատավարձ, այդ է սպայի խնդիրը։ Պարոն Մաթեոսյանը խոսեց նաեւ, ասենք, ավելի տեխնոլոգիական հանդերձանքի մասին։ Տենց բան կա։ Ես միանշանակ այդ հարցի շուրջ կուզենայի նկատում եմ հիմա վիճակը ոնց է, էլի։ Ես կուզենայի մի հատ այդպիսի հարց տայի, չնայած շուտվանից պետք էր բարեփոխում կատարվել համազգեստի հետ կապված, բայց այս համազգեստը տեսնելով կա շարային կանոնադրություն, շարային կանոնադրության մեջ կա ներդաշնակություն, չէ՞, վաշտը ներդաշնակ լինի այդ շարային պատրաստությունները։ Ես այս համազգեստը տեսնելով տեսնում եմ, որ ներդաշնակություն, այսինքն մեր շարային կանոնադրությանը չի համապատասխանում նոր համազգեստը։ Ու իրանք չեն ասել շարային կանոնադրությունը կփոփոխվի, թե չի փոփոխվի։ Ու նույնը ուսումնական վարժությունների ժամանակ այդ ձմեռային համազգեստը որ տեսա ես, ինքը ճիշտ է, լավներ են, չէր վատներ տենց, բայց տագնապի ժամանակ նորմը, եթե չեմ սխալվում, 11 րոպե է, երևի 11 րոպե մենակ զինվորը կհագնվի։ Այսպես խնդիր կա։ Բայց պարոն Մաթեոսյան, դուք երևի ավելի շատ նկատի ունեիք ոչ թե հագուստը, հա, այլ տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածությունը։ Ես պատահական հանդերձանք բառը ես պատահական չօգտագործեցի։ Հանդերձանք նշանակում է համազգեստը, այսպես ասենք, բրոնեժիլետ, սաղավարտ, պաշտպանիչ միջոցներ, կառավարման միջոցներ, տարբեր պայմաններում տեսանելիության միջոցներ, կապի միջոցներ, դա է ամբողջական հանդերձանքը։ Հիմա արդյունավետ է այն համակարգը, երբ որ խոսքի ջոկի հրամանատարը իր ջոկի 7 հոգի, 10 հոգի հաշվարկ լինի, թե ինչ կառույց լինի, ինքը բոլորի հետ կարողանում է իրական ռեժիմում կապ ունենալ եւ ղեկավարել կամ ենթական հնարավորություն ունի զեկուցել իր հրամանատարին փոփոխված իրադրության մասին։ Ես սա նկատի ունեի, որ ասում եի բարձր տեխնոլոգիական եւ հանդերձանք, չգիտեմ, ինչքանով կընդունեք իմ միտքը, բայց ասենք բարձր տեխնոլոգիական
զորքեր կամ հանդերձանք ստեղծել, առաջինը դու պետք է ունես բարձր տեխնոլոգիական մտածելակերպ։ Դու պետք է քո ուղեղը պետք է կարողանա շարժվի եւ հետ չմնա առաջատարներից։ Իհարկե, մենք ամեն մեկը իր չափով։ Ես չեմ պնդում, որ հիմա մենք պետք է ձգտենք ամերիկյան, ռուսական, չինական կամ այլ բանակների, բայց այն օրինաչափությունները, որոնք որ գործում են անկախ բանակի քանակից, պատկանելիությունից եւ այլն, այդ օրինաչափությունները բոլոր տեղ նույնն են։ Գիտեք, ինձ համար շատ հարազատ թեմա է։ Նախ Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես իր ծրագրային գլխավոր ուղղություններից մեկը համարում է տեխնոլոգիական հեղափոխությունը։ Ընդհանրապես մենք համարում ենք, որ որևէ պետություն կարող է իսկապես բարեկեցիկ լինի, բարգավաճի, զարգանա տնտեսապես, եթե ինքը հենվում է տեխնոլոգիական առաջընթացի վրա։ Բայց ես կարծում եմ, սա նաև շատ կիրառելի է բանակին եւ հատկապես նաև զինվորի զգացողությանը։ Ես ինչ եմ ասում, որովհետեւ գիտեք, օրինակ շատերը, ասենք, պատկերացրեք, դուք գործ ունեք մի ծրագրավորողի հետ, IT-շնիկի հետ կամ ինչ-որ մի տեխնոլոգիական սարքավորման վրա աշխատող մի մասնագետ, երիտասարդ, ստարտափ ունի, չգիտեմ ինչ ունի բան։ Մեկ էլ նրան զորակոչում են բանակ, ինքը պարզվում է, որ ինքը 2 տարի կամ հիմա արդեն նոր կարգավորման 1.5 տարի, պետք է կտրվի իր կյանքից։ Կտրվում է իր կյանքից, հետա մնում, զբաղված է լրիվ ուրիշ գործերով, իսկ կներեք, դա մի հատ ոլորտ է, որը ուղեղի գործունեության հետ է առնչվում եւ 1.5 տարի եթե դու չես զբաղվում, նաեւ ուղեղդ մի քիչ հետա մնում այդ առումով եւ հետո դուրս է գալիս, գնում է վերադառնում է քաղաքացիական կյանք ու պարզվում է, որ ինքը անհուսալիորեն հետա մնացել։ Հիմա այդ խնդրեմը այս լուծում ունի։ Ի վերջո, իմ խորին կարծիքով, բանակը պետք է վերցնի իր վրա տեխնոլոգիական առաջընթացի ապահովման դերը։ Այսինքն, բանակը պետք է դառնա ամենակարևոր պատվիրատուներից մեկը տեխնոլոգիաների եւ ամենակարևոր մշակողներից մեկը տեխնոլոգիաների։ Ի վերջո բանակում է, չէ, կատարվում մարդիկ վերլուծում են, մեզ ինչ այսպես դրոն է պետք, որը առանց GPS-ի կաշխատի, կամ մեզ այսպեսի լազեր է պետք, որը այս ուղղությամբ կկրակի եւ այլն։ Այդ պահանջները առաջանում են բանակի ներսում, եթե այնտեղ կա այդ վերլուծությունը։ Ուրեմն բանակը պետք է ունենա համապատասխան տեխնոլոգիական զորամիավորումներ, որոնք պետք է այդ վերլուծեն, ինչու՞ չէ այդ սարքավորումների վրա աշխատեն ստեղծելու, իսկ նաև պատվիրեն այդ սարքավորումները։ Հիմա պատկերացրեք, եթե նման զորամիավորում լիներ մեր բանակում, դա ինչի կբերեր։ Այդ նույն IT-շնիկը, այդ նույն ծրագրավորողը կգար բանակ եւ ուղղակի կշարունակեր իր գործը, բայց արդեն պաշտպանունակությունը ուժեղացնելու նպատակով։ Ինքը ժամանակ չէր կորցնի, իր ուղեղը կաշխատեր նույն ուղղությամբ։ Ինքը կունենար կապեր իր գոլեգաների հետ։ Հետո իրանք որ դուրս գային բանակից, հետո կզարգացնեն արդեն իրենց բիզնեսը, իրենց ստարտափը եւ այլն օգտագործելով այդ բանը, այդ կապերը, որ ստեղծվել են բանակում։ Եվ ընդհանրապես բանակը պետք է կապված լինի եւ զորակոչիկի հետ այդ առումով ճիշտ հաշվարկի նրա մասնագիտական ունակությունները, ուղղությունները, որ իրան տեղավորի բանակում ամենակարևոր այդ առումով տեղում։ Բացի դրանից բանակը պետք է կարգավորի շատ լուրջ մեխանիզմներ ունենա գիտության աշխարհի, կրթության աշխարհի, բիզնես աշխարհի հետ համագործակցելու։ Այսինքն այդ առումով ես կողմնակից եմ նրա, որ բանակում ստեղծվեն բարձր տեխնոլոգիական այդ առաջընթացի, ինչ ասեմ, բաժանմունք ասեմ, զորամիավորում ասեմ, ստորաբաժանում, հա։ Այդ բանը որ իսպար բացակայում է։ Զորակոչքի համար լավ չի լինի։ Միանշանակ ինքը ամիա պրոֆեսիոնալությունը, այսինքն իր ուսումը, փորձը կշարունակի բանակում, բանակն էլ կոպիտ ասած անվճար կունենա ռեսուրս օգտագործելու բանակաշինության համար։ Այսինքն ինքը բանակը կօգտագործի որպես համալսարան, որպես լաբորատորիա, որպես ինքն էլ օգուտ բերելով բանակին, իր գիտելիքով, իր հմտություններով։ Սա կարծում եմ շատ կարևոր բան է, թեմա է, եւ մենք օրինակի համար մեր նախընտրական ծրագրում այս սկզբունքը դնում ենք, որ բանակը պետք է գնա դեպի բարձր տեխնոլոգիական զարգացում։ Իհարկե, գիտեք, կոնկրետ գործողություններ
շատ կարող ես առաջարկել, որովհետև դա այսօր պահանջված են, նաև մեր պատերազմը ապացուցեց, որ այս կամ այն մոտեցումը սխալ է։ Ես շատ չխորանամ պատերազմի վերլուծությունների մեջ, բայց ասենք միայն ես չէ, բոլորն էլ նկատել են, որ Պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի տարանջատումը երկու տարբեր կառույցների ոչ մի դրական դեր, ավելի ճիշտ ասեմ, միայն վնասակար դեր ունեցավ ռեալ պատերազմի պայմաններում։ Այդ համակարգը ներեր դրվել խաղաղ պայմաններում, փորձարկվեց պատերազմով եւ ցույց տվեց, որ դա խիստ վնասակար է։ Դա 2015 թվականի սահմանության հետևանքն է, թե այլ խնդիր կա այդտեղ։ Ես չեմ հիշում, որ թվականին դա փոխվեց, բայց այդ փոփոխությունը սահմանադրության մեջ արտացոլվել է, բնականաբար, որովհետև այնտեղ հարց առաջանում ով է գլխավոր հրամանատարը, ով է պատերազմի ժամանակ ղեկավարում, ով է խաղաղ։ Դե այդ կներեք այդ անորոշությունները մտան 2015 թվականի սահմանության։ Այո, ոչից սկսեց։ Այո, եթե անդրադառնանք հիմա այն մտքին, որ ես ասում եի միտք, խոսք եւ գործ, հա, հիմա մենք տեսնում ենք, որ չարթարացրեց իրան այդ մոտեցումը, բայց բանակի կերպափոխման այդ դրույթների մեջ չկա դա։ Եթե դա փոփոխվի, դա ես կարծում եմ պետք է փոփոխվի, մենք առայժմ այն Եվրոպայի կենտրոնում գտնվող երկրներ չենք, որ մեր նախարարը լինի քաղաքացիական, ընդդուք միջև կին, ինչպես շատ երկրներում։ Ինչու ենք մենք գնում միայն այդ ճանապարհով, ինչի չենք նայում երկրագնդի հակառակ կողմը։ Դրա համար ուղղակի գնալ մոդայիկ կամ նմանակելով շատ լուրջ խնդիր է այդ, այսինքն այդ հրամանատարության, ասենց ասեմ, շղթան անգամ հրամանի պետք է շատ հստակ լինի։ Այն մյուսը, եթե խոսենք, ասենք իշխանական տրամաբանության մեջ, հավելավճար, պարգևավճար, աշխատավարձ եւ այլն, հա, հիմա ասենք ինչի բարեփոխումների այդ կերպափոխման փաստաթղթում հաշվի չի արված սպաների սոցիալական վիճակը։ Շատ այսօր ուշադրությունը դրվում է զինվորին։ Կերակրել, ակսնել, հանդերձավորել, սպաների մասին մոռացված է։ Ես մի դրվագ բերեմ։ Սպան այսօր ծառայում է զինված ուժերում, զինված ուժերը բոլոր պետություններում համարվում են բարձր ռիսկային գոտի։ Առողջության, կյանքի եւ այլ բաների համար։ Բայց հիմա սպան, ասենք 20 տարի ծառայում է, երբ որ գալիս է թոշակի հաշվարկման ժամանակը, այդ ծառայության ընթացքում ինքը ստանում է հավելավճար, պարգևավճար, ատեստատավորվում է, լրացուցիչ գումարներ։ Ես դեմ չեմ, ճիշտ է, բայց դա պետքա նաև շարունակություն ունենա։ Երբ որ սպան անցնում է թոշակի հաշվառման ընդամենը 3 չափորոշիչ կա։ Պաշտոնը, պաշտոնական դրույքը, կոչման համար դրույքը եւ ստաժը։ Ընդ որում, ասեմ ձեզ, կոչման դրույքաչափը սերժանտի ու գեներալի ինչքան եք պատկերացնում։ Չգիտեմ, մոտավորապես 15000-ի սահմանն։ Ես ուզում ասի։ Եթե չէի սխալվում 10000 էր տենց։ Այսինքն ստացվում է, քանի որ դու կառույցում ես, ծառայում ես ու ժառողջություն ունես, դու պետք ես, հենց եկավ 20 տարին լրացավ, դու արդեն պետք ես։ Եվ արդյունքում ստանում ենք սպաների մի մեծ խումբ բանակ, որը ստանում է 160-ից 180 000 դրամ աշխատավարձ։ Արդար է դա, չէ։ Կարելի է փոխել, այո։ Ինչու չեն փոխում։ Օդը հարցը թողենք օդում, ռեդորական։ Բայց չնայած մենք ընդհանրապես կողմնակից ենք նրան, որ օդում կախված հարցեր չթողենք։ Թողում ենք օդում դրա համար, որովհետև այսօրվա մեր զրույցից ոչ էլ մեզանից այսօր կախված չէ այդ հարցի լուծումը։ Հեսա հունիսի 7-ին կհաղթենք ընտրություններում եւ օդում չի մնա։ Արդեն մեզից կախված կլինի ավելի։ Այո, իսկ ասենք մնացած բարեփոխումների ռազմական ռեֆորմի շրջանակում տարբեր ուղղություններում տարբեր միջոցառումներ կարելի ասել, բայց եթե համակարգային խոսենք, օրինակ զինամթերք պետք է արտադրել բանակում, թե չէ։ Ես հենց այդ հարցն էի մոտենում։ Հա, եթե ասենք առարկայական խոսենք, ինչու չի զարգանում մեր ռազմաարդյունաբերական ոլորտը։ Եթերի ժամանակը մենք փաստորեն իրար մտքեր ենք կարդում, հա։ Այո։ Ինչի չի զարգանում։ Ֆինանսավորումը
թերի, Ահա։ կատարողականը ավելի թերի, արդյունքում որպես պետք է ստանաս պրոդուկտը վերջնական արտադրանքի կամ գաղափարի միջոցով դու դա չես ստանում։ Մյուս հարցը, ինչու մենք չենք զարգացնում մեր սեփական արտադրությունը, թեկուզ եւ այն միջոցների, որոնք որ մենք կարող ենք։ Ես չեմ ասում արտադրել հիմա հրթիռներ կամ բան, բամբուշտ կարող ենք արտադրել, կարող ենք։ Տեսանելիության սարքեր կարող ենք, զրահաբաճկոններ կարող ենք, որը չենք կարող ենք մտնել ռազմական կամ տնտեսական կոոպերացիայի մեջ մեր բարեկամ երկրների հետ, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության, որը սպառազինությունների արտադրության գրեթե լրիվ տեխնոլոգիական ցիկլը մշակումից մինչև արտադրանք, շահագործում եւ ուտիլիզացիա ունի։ Ինչու չենք մտնում, ինչու չենք զարգացնում այդ հարցերը։ Ասենք, ինչու մեր երկրի տարածքը պատերազմի կարիքների համար, ասենք, օպերատիվ չենք կահավորում։ Ինչու կամուրջները չենք ուժեղացնում, ամրացնում, ինչու ճանապարհների թողունակության մասին չենք մտածում, ինչու էլեկտրոնային կամ օպտիկա էլեկտրոնային մալուկների կարողությունները չենք ավելացնում, ինչու քաղաքացիական օդանավակայանների ցանցը չենք վերականգնում, եթե չսխալվեմ, մենք խորհրդային տարիներս կարծեմ մոտ 15 թե 20 օդանավակայան ունենք։ Այսօր թեթև գործարկված է միայն Կապանի օդանավակայանը, քաղաքացիական թռիչքներ կատարել, այն էլ բարբերաբար եւ հիմնականում ասենք դա քաղաքական բնույթ է շատ կրում, ցույցի չէ ինչ որ բանի, որը իրականում չկա։ Այսինքն տարածքի կահավորումը նաեւ պետք է լինի օպերատիվ, որը մենք չենք տեսնում։ Ասենք չանդրադառնանք այդ ծեծված թեմային, չնայած չես կարողանում շատ դեպքում շրջանցել այդ ասֆալտ։ Հա հիմա ասենք որ քանդվում է ամեն քայլափոխ։ ասենք հիմա ինչ որ որտեղ չկար նաև ստեղծվեց, կառուցվեց կամ վերանորոգվեց կամ հնի վրա սարքվեց, բայց տեսնում ենք որակը որն է։ Իսկ դուք պատկերացրեք պատերազմի ժամանակ, երբ որ դա դրա վրայով պետք է անցնեն ծանր բեռնատարներ, երբ որ մասսայական կուտակումներ կլինեն տարբեր տեխնիկաների, դուք պատկերացրեք եւ որակը ճանապարհի եւ անցողականության կարողությունները։ Մի հատ ցավոտ թեմայի էլ եմ ուզում անդրադառնամ, Թելման, սկսեմ քեզանից։ Զորավարժություններին մասնակցել ես։ Զորավարժությունները այո, ինչքան ինչ ինտենսիվությամբ են տեղի ունեցել, այսինքն ուսուցման գործը ո՞նց է դրված զինվորի։ մեր ժամանակով ու չնայած շագերտների մեջ ասում են Արցախի Այս հետո զինվորի մակարդակից անցրելու են գեներալի մակարդակի, գիտեք, չէ՞։ Չնայած այն փաստի, որ ասում են Արցախի հարցը լուծված է եւ այլն, պատերազմից չի սպառնում, մենք գոնե տարվա մեջ մեկ կտրվածքով ԳՄԶ, այսինքն գումարտակի մարտավարական զորամարժություն արել ենք։ Գոնե տարվա մեջ մեկ կտրվածքով։ Իսկ հիմա, որ խոսում եմ զորացրվածների հետ, նոր զորացրվածների, ընդհանրապես տեղի չունենում, այսինքն մենակ լինում է մարտավարական ինչ-որ տես թեթև վարժություններ, ոչ կրակայինը մեջ է ներառված, ու ինչու եմ տեսնում խիչ են անում, որովհետև մի հատ հարևան ունին, որոնք ասում են, դուք պատերազմ խաղաղություն է, ինչ զորավարժություն։ Արդեն այլևս խաղաղությունը այլ զորավարժությունը պետք է կանոն, որ այդ վախից, որ դա հարցը կանչի, ամենահիվանդագին բանն է, որ հիմա մտել է մեր պետական ապարատի մեջ, բանակի մեջ եւ այլն։ Ինչ է նշանակում, հենց խաղաղությունը ապահովում է պատրաստվելով պատերազմին, ինչպես հայտնի է։ Ոնց է բանը վիճակը, այդ կարևոր հարց է, չէ՞, այդ ուսուցման հարցը։ Հարցը շատ կարևոր է, ես մի քիչ առաջ ասացել, որ զորքերի պատրաստությունը դա ուղղակի գործընթաց չէ, այդ ռազմական ռեֆորմի բաղադրիչ տեսություններից եւ մասն է։ Ցավոք պետք է ասենք, որ այսօր մարտական պատրաստությունից մեր զորքերը մնացել է միայն կմախքը։ Այսօր այն վերածվել է 90%-ից ավելի միայն ատեստատավորման process-ի իրականացմանը։ Անհատ սպաների վազել, քայլել, ձգվել, տեսական քննություն, դրա արդյունքում կարծես թե ուզում ենք ինչ-որ բան ստանանք։
եթե թվերով անդրադառնանք, մենք տարեկան մոտարապես 1260 ջոկերի մարտական հրաձգություններ էինք անցկացնում նախորդ տարիներում։ Քանի 1260։ հա Դա միայն նկատի ունեմ ցամաքային։ Ես էլ նկատի չունեմ, որ ասենք հրետանու զորքերը իր առանձին հաշվարկների հետ մարզումներ եւ անցկացնում եւ բոլոր զորատեսակները։ Մոտարապես 80 կամ 100-120 ավելի ճիշտ վաշտային մարտավարական զորավարություններ եւ դասակները մոտ 500-ի, որոնք անց են կացնում եւ մարտական հրաձգությամբ եւ առանց մարտական հրաձգության, գումարտակային զորավարություններ տարեկան մոտարապես 20-ից 25-ը, անց են կացնում գնդային 2-3, անց են կացում կորպուսային զորավարություններ։ Այսինքն քո ծառայության տարիներին դա բավականին ռեգուլար բան է, բնույթ է կրել։ Եվ դա շատ խիստ վերահսկվում էր, շատ խիստ է վերահսկվում։ Հիմա ասենք պաշտոնապես հայտարարում են, որ ասենք 26 թվականի համար մենք ոչ մի զորավարություն չենք պլանավորել։ Այսինքն, եթե դու զորավարություն չես պլանավորում, զորքդ կամ դիրքերում է գտնվում, կամ իջնում է զորանոցներում լճանում է։ Այսինքն ու դրանից ինչ է առաջանում, պարապլիներ Պարապություն, առաջանում այդ այն, ինչ որ կոնֆլիկտները, որ Թելմանն ասում ասեց։ Տարբեր, չգիտեմ, նու պարապությունից մարդու գլուխը ինչ պետք է մտնի։ Տարբեր բաներ։ ենթամշակույթ պատճառի խոսակցություններ, առաջանում է պատճառի խոսակցություններ։ Եթե կարելի է ես եւս մի լրացում կուզենայի անեի կապված ինժեներական Բայց մենք չլսեցինք հիմա ոնց է վիճակը, փաստորեն չկա, այդ զորավարությունների ռեժիմը թույլատրել է։ Ասեցի մի խոսքով մնացել է միայն կմախքը։ Հա, տենց ասենք։ Ավելի փակագծերը չբացենք։ Այո։ Կուզենայի մի քիչ հետ ընկանք, ես հետ ընկա այս խոսակցությունից, ինժեներական ստորաբաժանումները, որ մեջ շատ քիչ տոկոս են կազմում, մի հատ շատ ցավալի փաստ մեր ծնողներին ներկայացնեմ, ով երեխաները հիմա բանակում են, մարտական հերթապահության գտնվող զինվորներից շատերը իրենց հերթապահությունից հետո կատարում են ինժեներական աշխատանք, այսինքն որպես դիտորդ իր մարտունակությունը ընկնելու է, որտեղ ինքը ֆիզիկապես նաև հոգնած է։ Ինչի համար այդ տեղ ունեն, որտեղ մենք ոնց որ դուք նշեցիք, շատ քիչ տոկոս ունենք ինժեներական ստորաբաժանման։ Թող մեր ծնողները իմանան, որ իրենց երեխաները մենակ մարտական հերթապահությամբ զբաղված չեն, այլ ընդ քարել են տանում, քերձել են ջարդում, լավել քրդնում են։ Դա արդեն կորցնում է մարտունակությունը դիբանում, մարտական դիրքերում ու իմիջիալոց հանել են նաև ոչ մի քայլյեց սկզբունքը, որը բավականին մեծ էր։ Ես չեմ ուզում ճակերտները բացեմ ոչ մի քայլյեց սկզբունքի ինչու ու որտեղից է գալիս, ծառայստեղանները կհասկանան, այդ սկզբունքը հանված է։ Խնդիրը հանած է մեր զինծառայողների մոտից։ Թելմանի ասածից նկատառումները շատ ճիշտ է նկատում, դա իրականությունն է, բայց համաձայն չեմ ամբողջովին, որովհետև այնպես չէ, որ ինչ խնդիր եղավ, պետք է ինժեներական զորքերը կատարեն, կա հստակ տարանջատում։ Ցանկացած զինվոր, անկախ իր զորատեսակային պատկանելիությունից, ինժեներական աշխատանքներ պետք է կատարի եւ դա հաշվարկների մեջ մտնում է եւ ինժեներական գիտելիք նվազագույնը պետք է ունենա, որովհետեւ որպես բանակում, որպես ուսուցման առարկա, ինժեներական պատրաստություն կա բոլոր զորատեսակներում։ Սա մեկ, որ չեմ ասում դա լավ է, որ հիմա զորքերի թվականակի եւ կարողությունների պակասի պատճառով այդ աշխատանքներում են ընդգրկում, բայց դա այդքան էլ բացասական չի, սակայն ինժեներական ֆորտիֆիկացիան դա պետք է լինի ռազմական, զինվորական ֆորտիֆիկացիա։ Ասենք այդ մրցույթով կառուցվող կառույցներ եւ այլն, այդ տենդենսները իմ ծառայության ժամանակ էլ կար, ես դրան անկեղծ ասած դեմ էի, դրան որպես ալտերնատիվ ես առաջարկում եմ, որ զինված ուժերը պետք է թվականակով աճեն եւ զինված ուժերի ոչ միայն կենտրոնական ենթակայության, այլ նաեւ բանակային կորպուսներում, գնդերում եւ այլն իրանց վերաբերվող մասով պետք է ստեղծվեին ռազմական ֆորտիֆիկացիայի ստորաբաժանումներ, որոնք եւ այդ գետնատնակը կառուցեին եւ ամեն ինչ կանեին։
իրականությունն այն է, որ խաղաղ պայմաններում մրցույթով դու կարող ես սարքել։ Բայց երբ որ սկսվա մարտական գործողությունները կամ մի կրակոց հնչեց, ոչ մի կազմակերպություն չի գնա։ Բիզնեսը կփախլի։ Այո, չի գնա սահման եւ կրակի տակ հակառակորդի իր տեխնիկան տանի կամ իր ենթակա անձնակազմին տանի ինչ որ դե բան անի։ Սա ապացուցվել է եւ մեր մոտ կոնկրետ ժամանակաշրջաններում, սա հիմա իրականությունը նաեւ թեկուզ վերցնենք ամենաթեժ կոնֆլիկտը ռուս-ուկրաինական կոնֆլիկտը։ Այո։ Մարտական շփման գծում ոչ մի քաղաքացիական հիմնարկ չկա, որ զինվորի փոխարեն կամ ինժեներական զորքերի փոխարեն վերցնի այդ գետնատնակ կամ հակատանկային ինչ որ կառույցներ կառուցի եւ այլն։ Ամեն ինչը անում է զինվորի եւ զինված ուժերով եւ ստորաբաժանումներով։ Շատ լավ։ Ես փորձեմ ամփոփել մեր զրույցը։ Այդ ամփոփման վերջում էլ մի հատ հարց կտամ Թելմանին, տեսնեմ ոնց կպատասխանի։ Ուրեմն Իսկ ինձ չէ։ Ջուր խմեմ, ուրեմն ես պիտի պատրաստվեմ արդեն։ Փաստորեն բանը, սենց ասեմ, զինվորի եւ գեներալի հանդիպումը կայացավ։ Երկուստ եք խոսեցին իրենց պատկերացումների մասին, ընդ որում բավականին համերաշխ։ Հիմա ես կուզեի ամփոփել մեր զրույցը հետեւյալ բանով։ Փաստորեն մենք ինչ պետք է անենք բանակում։ Մենք բանակում պետք է վերականգնենք այդ համաչափության խնդիրը, այսինքն համալրվածության խնդիրը։ Մենք պետք է այդ հետևակային այդ ուռճացվածությունից անցնենք դեպի ավելի մասնագիտական այդ տարբեր ուղղությունների, ճյուղերի զարգացումը։ Չէ, ես չէի ասի ուռճացված, հələ պետքա համալրել, բայց դրա հետ զուգահեռ Հա, չէ, ես նկատում եմ հարաբերական այսպես ուռճացվածությունը։ Ճիշտ եմ ասում, հա։ Մենք պետք է զարգացնենք ինժեներական զորքերը, իսկապես բերենք մոտավորապես 10-12%-ի բանակի կազմից։ Մենք պետք է զարգացնենք հոպը, չգիտեմ, ռադիացիոն եւ քիմիական պաշտպանության զորքերը, մենք պետք է զարգացնենք ավիացիան, մենք պետք է զարգացնենք, մենք պետք է դրոնային զորամիավորումների մասին մտածենք, ինչպես արդեն ասացինք, եւ բացի դրանից ստեղծենք այդ տեխնոլոգիական վարչությունը, բարձր տեխնոլոգիական վարչությունը, որը պետք է բանակի դերակատարությունը ստեղծի որպես տեխնոլոգիայի պատվիրատու, տեխնոլոգիայի մշակող։ Արդեն խոսեցինք դրա մասին, որ դա նաև զորակոչիկների ցանկությունը բանակում ծառայելու եւ բանակից ինչ-որ բան ստանալու եւ բանակին ինչ-որ բան տալու կավելացնի։ Մենք պետք է զինամթերքի արդյունաբեր, մենք այնց ռազմաարդյունաբերական այդ բանը դերը բարձրացնենք բանակի։ Մենք պետք է ուսուցման խնդիրները լուծենք, զորավարժությունները ռեգուլյար վերականգնելը բոլոր մակարդակներով դա կարևորագույն էլեմենտն է։ Այս ամենի չէ անենք, ես հարց եմ տալիս։ Պետք է նաև մտավոր շատ լուրջ աշխատանք անենք, որպեսզի մեր ռազմական տեսությունը Այո, այդ է համապատասխանեցնենք ռազմական գիտության, որի մասն է, որը ընդհանուր գիտության մասն է։ Ես հենց այդ եմ ուզում ասել, մենք բան ունենք, չէ՞ ֆորմալ ինչ որ բան ունենք, վարչություն ունենք, որը զբաղվում է այդ ռազմագիտության, թե ռազմարվեստի մշակմամբ, դա ինչ որ տես մի բան ունենք։ Տենց կոնկրետ չունենք, սենց ընդհանուր լոզված է ընդհանուրի մեջ։ Ունենք ռազմավարական պլանավորման վարչություն, բայց ինքը այդ խնդիրների հետ ոչ մի առնչություն չունի։ Դե շատ վատ է, էլի, պետք է ստեղծել միավորումներ, որոնք զբաղվելու են դրանով, ռազմարվեստի, մեր այդ ռազմագիտության, ռազմարվեստի, մեր ըստ էության մեր ռազմական ստրատեգիայի մշակման խնդիրներով, որոնք պետք է համապատասխանեցվեն ժամանակակից պայմաններին եւ նաեւ համալրվածությանը առկա։ Հիմա եթե այս բոլոր խնդիրները լուծվեն, ես հարց եմ տալիս։ Կզգաս, որ բանակը կանգնած է զինվորի կողքին։ Միանշանակ, սիրելի քաղաքացիներ, ընդամենը ձեզ պետք է ընտրություն։ Կա շատ չար ու քիչ չար, բայց այլընտրակ կա, ուղղակի երևի ձեզ հասանելի չէ։ Հայ ազգային կոնգրեսն է, գալիք ընտրություններին ճիշտ ընտրություն կատարելու դեպքում այս հարցերի բոլոր պատասխանները լուծելի է լինելու ու զինվորը հաստատ զգալու է, որ պետությունը իր կողքին է։ Շնորհակալություն։
Դե լավ, ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում։ Իրականում բավականին հետաքրքիր խոսակցություն Փոխադարձ։ ստացվեց, բովանդակալից խոսակցություն ստացվեց։ Տեսնենք, եթե մեր հանդիսատեսի հետաքրքրությունը լինի այս հարցերի շուրջ, մենք շարունակենք խոսակցությունը այս ուղղությամբ։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ շնորհակալություն։ Գեներալի եւ զինվորի հանդիպումը կայացավ։ Միասին մշակեցինք մեր ստրատեգիական ուղղությունները բանակային ռեֆորմի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն էպիզոդը դիտելու համար, մինչ նոր հանդիպում։